հեռուստադիտող հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում Խաչիկյանի խոհանոցը հաղորդաշարն է եւ հերթական թողարկումը նվիրված է մեր հայրաքաղաքին, մեր մտքի, արվեստի մայրաքաղաքին, մեր Գյումրին։ Եվ մենք հյուրընկալվել ենք Գյումրու նորահայտ, նորաբաց, բայց արդեն իսկ ավանդույթներ ունեցող մի վայրում, որը կոչվում է Գվուկ կենտրոն, գաստրոտուն, գաստրոբակ, եւ այսօր մենք պատրաստելու ենք միասին Համլետ Գևորգյանի հետ, որը այս գաստրոտան հիմնադիրն է։ Եվ մենք հիշում ենք, որ գաստրոտները դրանք ստեղծվել են Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում, չնայած բնականաբար Գյումրին գյուղ չէ, հակառակը շատ լավ քաղաքային կոլորիտ ունի, բայց քանի որ իրենք վաճառում են այն ամեն ինչ, որ ստեղծվում է գյուղում, մաքուր է, բնական է եւ անարատ, այդ իսկ պատճառով ստեղծվել է այս կենտրոնը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարով եք եկել։ Կենտրոնը ստեղծվել է, ոնց ասացիք, գյուղական զարգացման ծրագրով, գյուղը քաղաքին կապելու համար մենք ստեղծել ենք այս Գվուկ գաստրոտումը։ Հրաշալի։ Գյումրին ինքը հայտնի է իր ոչ միայն արվեստով, արհեստներով, այլ նաև հայտնի է իր խոհանոցով։ Եվ այսօր մենք ինչ կպատրաստենք մեր հեռուստադիտողի համար։ Այսօր կպատրաստենք մեր ավանդական Գյումրվա պանրխաշը։ Հրաշալի։ Երկրորդը կպատրաստենք մեր Արևմտյան Հայաստանից գաղթածներից բերած ճաշատեսակ, որը կոչվի Վանա քալագոշ։ Օհո։ Էլի շատ համեղ։ Մենք ունենք Սյունիքի քյալագոշ, հիմա կպատրաստենք Վանա քյալագոշ, կպատրաստենք Գյումրիում։ Այո։ Հիմա սկսում ենք առաջինը երևի պատրաստենք պանրխաշը։ Պանրխաշը պատրաստենք, հետո անցնենք քալագոշի։ Ուրեմն պանրխաշը կպատրաստենք պանրխաշի բաղադրիչ բաները, պանիրն է, լավաշն է, աշտար յուղն է, տնական յուղը ու սոխառած։ Ու երացրած եփած ջուր։ Հրաշալի։ Սա սկսենք պատրաստել։ Ուրեմն շերտերով պանիրը, ասենց շերտերով տեղադրում ենք ամանի մեջ, Իսկ պարոն Գևորգ, ինչո՞վ է բացատրվում, որ ազգային տարած չեք կրում կամ չեք օգտագործում, չէ՞ որ դուք այստեղ ազգային ուտեստներ եք հրամցնում, ամենաազգային կոլորիտով է։ Ես չեմ մտածել, որ անպայման պետք է ինչ-որ Բայց Գյումրին է իր ֆայտոնչիներով։ Եթե ունենայ Գյումրվա շորեր, եթե ունենայ Գյումրվա շորեր, շատ մեծ մեր տարազն է, Գյումրվա, շատ մեծ հաճույքով կհագնեի, կրում եմ տարազ, մի պարզ պատճառով, որպեսզի մեր ժողովուրդը ընդունի տարազը իր կենցաղ, եւ երբ որ ընդունում է իր կենցաղ, ինքը սկսում է կրել, իսկ երբ որ սկսում է կրել, ապա սկսում է դրա համար նաեւ մարդիկ ինքը կապվում է ինքնության հետ, ոնց որ ազգային խոհանոցն է կապում մեր ինքնության հետ, եւ կրելու դեպքում ինչ է ստացվում։ Ստացվում է, որ մենք օգնում ենք հայ արտադրողին, ինչպես որ հիմա հայկական ուտեստ պատրաստելով մենք օգնում ենք կրկին անգամ հայ արտադրողին, որովհետեւ մեկը չեչիլ պանիր է, չէ արտադրում, մյուսը անարատ յուղ, այլապես եթե մենք արագ սնունդ պատրաստենք, համբուրգեր եւ չիփսեր պատրաստենք, կարիքը չէ լինի նմանատիպ լավ սննդի, չէ։ Սա որի օր շերտը մենք հասանք։ Այս 5-րդ շերտն է արդեն անում է։ Հրաշալի, 5-ը գերազանցության նշան է, երևի սահմանափակվենք։ Սրանով կսահմանափակվենք, 5-րդ շերտն է։ Հարգելի հեռուստատող, մենք 5 շերտ լավաշ եւ ջիլ պանիր, դուք ջիլ եք ասում, թե չեչիլ։ Դուք չեչիլ եք ասում, լորեսներ ջիլ ենք ասում։ Ու տարբեր մարզերում այս չեչիլ պանիրը տարբեր ձևի կստացվի։ Մեր մոտ լրիվ ուրիշ ձևի կստացվի։ Ուրիշը լավ է, թե վատ է։ Ուրիշ ցելով մեր մոտ այդ իր հնության պետոր ոնց ասել։ Այո, հնեցնում են։ Ուրեմն որովհետև մեր մոտից մարդ էին հրավիրել Շիրակի մարզից Սմիթսոնյան ինստիտուտը Ամերիկա, որ պատրաստեր չեչիլ պանիր։ Մի ամիս մնալուց հետո ոչ մի պանիր չստացավ։ Ինչու՞, նրանց կաթը լավը չէ։ Կաթը, Պանասոնիկ երած խոդը լրիվ ուրիշ է, քան մեր Շիրակի մարզինը։
Համլետը իսկական մեր ծրագրի շահառու է, որովհետև ինքը վերականգնում է մեր հայկական ուտեստները, ասեմ ավելին, Համլետը նաև վերադարձել է հայրենիք, չէ՞, տևական ժամանակ գտնվելով արտասահմանում, գտել է, որ ճիշտը հայրենիքում գործ ձեռնարկելն է եւ հայրենիքը զարգացնելն է։ Այո, հենց դրա համար վերադարձեն։ Հիմա սրա վրա Սոխարաձ ենք տեսնելու։ Հրաշալի։ Սոխարաձը լավ յուղը շատ։ Փոքր ժամանակ սար գնացել եք Համլետ։ Հա, բա ինչ եմ արել։ Տատը ինչ էր, պահում էին կողբան։ Դե չէ, իմ տատս գյուղն է ծնվել, բայց քաղաքում ենք ապրել, բայց բարեկամներ, հարազատներ ունեցել ենք, գյուղ շատ ենք գնացել։ Այս յուղը, որովհետև շատ հիշեցնում է մեր Սարի կարագը, իր մաքրությամբ, անարատությամբ։ Հա։ Շատ վերջի որակի յուղ է, որը մենք Վերջինը նկատում ես բարձր, չէ՞։ Բարձր որակի, այո։ Վերջինը միշտ չի որ լավն ալի։ Բարձր որակի յուղ է շատ։ Հրաշալի, սիրուն զարդարեցինք։ Այո, ուրեմն սրանից հետո սրա վրա ջուր ենք կլերցնում, հա։ Սիրա։ Ջուրը նախորդ եռացրած, բարձր ջուր։ Նախորդ լավ եռացրած վիճակում է։ Հիշում ենք մեր մյուս հայտնի գյումրեցուն Ավետիք Իսահակյանին կամ հայտնի Շիրակցուն, որովհետև ինքը Գյումրիում չի ծնվել, չնայած իր կյանքը կապված է իհարկե Գյումրու հետ եւ ինքը բինգյոլ էր, չէ՞ ասում, բյուրակնին։ Հա, Հիմա սա մաքուր այդ բյուրակնի ջրերից է։ Այո, հա, մեր Ղազանչու, հա։ Այո, Ղազանչու, հա։ Բայց այդ գյուղը մնաց ջրամբարի տակ, չէ՞, տեղափոխեցի։ Հրաշալի։ Հետո մի հատ ունենք պրոցեսոր, սա կնոջս կդամ, տանի այդ պրոցեսը կենը հետ կպերը ու պանը խաշը։ Հերթատողին չենք ասել, որ քո կրոշն ստայ, որտեղ գաղտնիքը դրա մեջ է, որ համով է ստացվում, հիմա դու սա կտանես կտեղադրես ջեռոցում, հիմա մենք կպատրաստենք։ Չէ, ջեռոցում չէ, մի հատ բան կա, որ այդտեղ անպայման պետք է ինքը անի այդ։ Ուրեմն ասեմ գաղտնի զենք են օգտագործում։ Գևորգյանները իրենց խոհանոցում եւ չեն ուզում, որ իրենց մրցակիցները դրա մասին իմանան, դրա համար մենք չգիտենք ինչ է կատարվելու, ստեղծագործական խմբի։ Ինքը համայնա պատրաստ է, բայց այդ անպայման այդ վերջի բանը պետք է այդ շտրիխը, այո։ Սիրելի հեռուստադիտող, հիմա մենք պանր խաշը ուղարկում ենք ջեռոց, համենվելու գաղտնի նյութերով, գաղտնի զենքերով։ Ասեմ, որ պարոն Գևորգյանը պետական գաղտնիքին հավասարազոր պահում է այս պանր խաշի գաղտնիքը եւ դրա իրավունքը ինքը ունի, որովհետեւ Գյումրիում բոլորը նախընտրում են այս պանր խաշը եւ ասեմ, որ բավականին կարճ տևեց, ընդհանրապես գնաց եւ պարզվեց, որ այդ պետական գաղտնիքը ընդհանրապես կայանում է նրանում, թե ինչպես է իր կինը այդ հավասարակշռությունը յուղի եւ ջրի պահպանում։ Հիմա մենք կփորձենք։ Պարոն Գևորգյան, մենք փորձենք թերևս ավանդական ձևով, առանց պատառաքաղի, ինչպես որ 5 գյումրեցիքին, հա։ Մի կտոր փորձենք, այսպես հա երևի։ Հա։ Հայլուն համ ունի, հրաշալի ուղղակի, ես անկեղծորեն ասած առաջին անգամ եմ փորձում եւ ինձ համար միշտ կարդացել եմ, որ դուք պանր խաշ, Forbes-ի էջերում եմ կարդացել եւ ինձ համար զարմանալի բացահայտում էր։ Լավ կլինի, որ մեր տնային տնտեսուհիները եւ մեր ազգային խոհանոց քարոզող եւ ներկայացնող մնացած խոհանոցները նույնպես ներկայացնեն ինչպես պանր խաշը, այնպես էլ մեր մնացած ավանդական կերակուրները։ Հիմա անցնում կատարենք հաջորդին։ Հաջորդին։ Հրաշալի։ Ուրեմն հաջորդի համար ունենք էպած եռացրած ոսպ, հա։ Այո։ Ունենք նույն սոխարաձը, նույն անարատ յուղով։ Սոխարաձի հետ կան համեմունքներ, որի պանր խաշին չկար ոչ մի համեմունք, կա կարմիր բիբար աղացած։ Պեղպեղ։ Մեր հայկական կարմիր պեղպեղ։ Ինքը հայկական չէ այդքան էլ, հայկական խոսում շատ օգտագործում։ Հայկական ասելով մեր
ավանդական, մեր տատիկները, մայրիկները օգտագործել են, որովհետև ինքը հայկական չի դժբախտ։ Այսինքն մենք ենք սարքում, բայց հիմնականում ներ ենք բուծում։ Հա։ Սիրով փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն։ Հետո ունենք մածունով էլի պատրաստած տարբեր համեմունքներով, նանայով, հա, պատրաստած մածուն։ Այո, մածնախառնուրդ կամ կաթնախառնուրդ։ Հա, մածնախառնուրդ։ Այդ քյալագյոշի անունը կարելի է ասել մածնաբրտոշ։ Մենք կուզենք փոխենք մածնաբրտոշ, որովհետև քյալագյոշը մի քիչ մածնաբրտոշը ավելի շատ ակրոշկա, ինչ որ մեջը որ լինում է այդ մածնային, այդ վարում։ Բան մենք ենք դրան ենք ասում, բայց թերևս քյալագյոշը քանի որ հայկական ծագում չունի, երևի ճիշտ եք նկատում մածնաբրտոշ։ Այսինքն մածնաբրթուճ։ Որտեղ բրթուճները մենք մածնով ենք վայելում, չէ՞։ Համեցեք։ Գվուկ ինչ է նշանակում։ Հա, գվուկ նշանակում է ըստ մեր Բանախաշը հասկացանք։ Շիրակի մարզում գյուղերում մենք իմացել ենք Կառնուտ գյուղից է, Կառնուտ գյուղում բարեկամներ ունենք ծանոթներ, ուրեմն գվուկ տան մեջի սնունդի մարան։ Հրաշալի, ասենք դա շիրակցիներն են ասում։ Հա, հա։ Այսինքն այն ինչ որ մենք տեսնում ենք գվուգում, այս դեպքում Գյումրու գվուգում, բոլորը տան մառանից են, ինչպես որ դուք ձեր տան հյուրերին կհյուրասիրեք, այնպես է պատրաստում եք։ Այո, շատ սրտանց, մաքուր, որակով, սիրով, այո։ Եվ բոլոր այն մթերքները, ի դեպ, որոնք որ ներկայացված են այստեղ խոհանոցում, նրանք ներկայացված են նաև վաճառասրահում եւ կարող եք տեսնել, թե ինչ յուղ եք օգտագործում, այո, ինչ մթերքներ, այո։ Այս մածնաբրտոշը ասենք արդեն, հա, քյալագյոշ չասենք, դեսի ավելի շարվածք ունի, որ իրան բդի շատ ճիշտ շարես, հա, օրելի իր այդ այստեղ մի լուսանկար ենք տեսնում, վարպետների քաղաք, Գյումրու առաջին դպրոցի շինարարությունն է, Սլաբոդկա թաղամասում, Գյումրին գիտեք, որ հայտնի է իր ավանդույթներով, տրադիցիաներով, հա, ինչպես որ դուք եք ասում, սովորություններով եւ ասեմ, որ Գյումրին այսօր յուրովի նոր շունչ է ստանում, ի հաշիվ ավանդական Գյումրու ճարտարապետության վերականգնման, վերարժևորման, այդ թվում նաև խոհանոցի եւ խոհանոցի առաջատարներից է Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում գվուգը։ Այո։ Հիմա շարեցինք։ Էսի շարեցինք, հիմա սրա վրա։ Սա նախորոք խաշած ոսպն է։ Ոսպն է, խաշած ոսպն է, ոսպ ենք լցնում, սրա։ Հենց մեջտեղը, հենց ոսպը ցանկալի է շատ չեփել, շատ չերասնել, չէ։ Հա, նորմալ չափապաժնով է։ Հրաշալի։ Մենք տեսակ արևի նման, արևի ճառագայթները, որոնք տարածվում են Գյումրուց բարության, սիրո, հանդուրժողականության, չէ։ Հա, համ ու հոտի, հա, հիմա ավելացնում ենք ամենակարևոր բաղադրիչներից սոխերացը։ Սենց ավելացնում ենք վրան, հացալի ոսպի վրան։ Այո, ի տարբերություն պաներ խաշի, այս դեպքում մի փոքր ավելի երկար ենք պահում, որպեսզի դառնա համը ընդգծվի այս դեպքում։ Ավելի լավ կարամելիզացվի, հա, ինքը շատ համեղ կյանի։ Ի տարբերություն պաներ խաշի, որ քաղցրահամ է մեջպես սոխից, այստեղ մի քիչ դառնա համ, հա, որը մեզ դուր է գալի մեր մանկական համերից։ Այո, հետո սրա վրա Այո, այս մածնով խուսը, հա, պես ասենք, հա։ Հրաշալի, հայ լավ տիրապետում եք իդեպ մենք երկուսով խաղացան մեջ երևի մի նոր բան ավելացրեցինք, որ քյալագոշը սրանց հետո հնարավոր է, որ ասեմ մածնաբրթուճ։ Սա բրթուճի մասն է։ Այսպես։ Սա կենտրոնում Գյումրին է, չէ։ Շրջապատված սիրով, հա։ Գյումրեցին գիտեք, որ ինքը աննկուն է, աննահանջ եւ ոչինչ ընդունակ չի կոտրել գյումրեցու ոգին եւ դրա դրսևորումից մեկն է հենց այսօրվա Գյումրու վերածնունդն է։ Փայլուն։ Խնդրեմ։ Համլետ, փաստորեն իզուր չէ որ քո մոտ գալիս են եւ իզուր չէ որ քեզ գովում են։ Հիմա սա ինչպես ենք ուտում։ Սա
Ուրեմն կարող եք պատարագ ուտենք, կարող ենք հենց իր այս բանով, սենց Քանի որ ինքը Անդրեյ Բիտովն ասում էր, որ լավաշը ոչ միայն կերակուր է, այլ նաև սփռոց, այո, նաև պատարագ, որով կարելի է վերցնել, չէ՞։ Հիմա մենք օգտվենք հայկական պատարագի առավելություններից, նույնն է թե լավաշի առավելություններից։ այո, հա։ Առաջինը դու փորձիր, որ ճիշտ ձևը սովորում, ինչպես նաև հեռուստադիտողը։ Կարող ենք սենց Ճիշտ ձևը փորձի, որ ինքը այս սենց անենք, հա։ հրաշալի տեղադրում ենք ոսպը եւ սոխարածը լավաշի վրա։ Հրաշալի։ Հիմա ձեր խոնար ծառան կփորձի, քանի որ մենք տեսանք ինչպես է ինքը, ահա, սոխարածն էլ ես կվերցնեմ ձեռքով, կավելացնեմ ոսպային մասը, Այո, հավուշ։ իդեպ այս մածնաբրդոշը սարքում են նաև մսով, չէ՞։ Այո։ Մեր մոտ ցանկացողները, որ մսակեր են, իրանց մենք ղաղորմայով կտանք։ Հետո մենք պատրաստում ենք շատ լավ տավարի հորտի մսով ղաղորմա, որը էլի մեր հին ավանդական նախնիներն են պատրաստել։ Հայերս ասում ենք, որ ղավուրմային ասում ենք նաև տահալ։ Տհալ, այո։ Տհալ Ճիշտ եմ ղաղորմա, այո, դարի։ Ասեմ, որ այս երկրորդ համն էլ տարբերվող եւ առանձնահատուկ համ էր եւ պատահական չի, որ մեր ավանդական ազգային խոհանոցը այսքան հարուստ է, առաջին հերթին հարուստ է իր մարդկանցով եւ որոնցից մեկն է Համլետն է, իր կինն է եւ այն բազմահազար մարդիկ, ովքեր որ այսօր վերականգնում եւ ներկայացնում են հայկական խոհանոցը։ Սիրելի հեռուստադիտողներ, հերթական անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում ամենահամով հաղորդումներից մեկն էր Խաչիկյանի խոհանոցը, ի հաշիվ իհարկե մեր հյուրերի, եւ մենք պատրաստեցինք երկու հրաշալի ուտեստ, որը վստահ եմ, որ շատ դուր կգա մեր ապագա խոհարարներին եւ որոնք օգտագործեն իրենց խոհանոցներում։ Շնորհակալություն, կհանդիպենք Շնորհակալություն։ մյուս շաբաթ կրկին անգամ Երկիր մեդիա հեռուստաընկերության եթերում։